25,000-ը մուծեմ ավելի լավ է, քան թե քարտերս արգելափակվի, օրինակ Եգիպտոսում կամ Սև ծովում ինչ-որ հանգստավայրում մնամ, չկարողանամ հետ գամ Հայաստան։ $1.5 կարգի մի ամսվա կտրվածքով հաշվեցինք մեզ դիմաց մարդկանց, որ տարբեր խաբեությունների զոհ էին տարել ու իրենք պնդում էին, որ այդ գումարները կորցրել են։ Այդտեղ բանկը ինչով է մեղավոր իրականում։ Մարդիկ խելոք այդ SMS-ը որ ստանում են, դե մուտքագրում են։ Հիմնական թիրախները ովքեր են, ում էջերն է կոտրվում եւ ինչու։ Ցավում եմ, որ ամեն ինչ ինչպես միշտ սխալ է հասկացվել։ Բայ մեզ գաղտնալսելու են։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը մեդիա փորձագետ Արթուր Պապյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իհարկե մենք վաղուց պլանավորում էինք մեր հանդիպումը, այդ պատճառով շատ տարբեր թեմաներ են կուտակվել եւ սկզբում կուզեմ սկսել օրեր առաջ ձեր էջում կատարված մի գրառումից, որ գումարների հափշտակման նոր ձևաչափեր են մտածում եւ այս անգամ ԴՀԿ-ի անունն են շահագործում եւ շատ արագ գործելու հիմունքներով։ Կասեք ինչի մասին էր խոսք եւ ովքեր կարող էին այդ խաբեության զոհը դառնալ։ Կոնկրետ այս դեպքը ինձ փոխանցել էին Facebook-ով եւ այն մարդը, ով որ ստացել էր հաղորդագրությունը, իմ կարծիքով կատարել էր մեդիա գրագետ մարդու համար կարևոր բոլոր քայլերը, այսինքն ինքը եւ ՏԱՀԿ-ի հետ էր կապվել եւ իր բանկի էր կապվել եւ պարզել էր, որ իրականում իր բանկից նման հաղորդագրություն չի ստացել եւ որ իրականում ՏԱՀԿ-ում իր անունով որևէ մի այդպիսի գրառում չկա։ Հետաքրքիր է, որ դուք նշել եք հապճեպություն էր ենթադրում, այսինքն արագ քայլեր, գործողություններ, որի արդյունքում որոշակի գումար պետք է փոխանցվեր։ Եթե մարդը մեդիագրագետ է եւ դեռ սթափությամբ որոշակի քայլեր է արել, կան մարդիկ, ովքեր գուցե արագության տակ, գուցե ոչ այնքան ուշադիր լինելով չեն տարբերում։ Կան արդյոք առաջին հայացքից տարբերելու միջոցներ։ Տեսեք, շատ դժվար է, էլի եմ ասում, օրինակ կոնկրետ այդ դեպքը շատ դժվար է հասկանալ, որովհետև ԴՀԿ-ն էլ երբեմն կարող է իսկապես ծանուցել SMS-ով կամ բանկը։ Մարդիկ սովոր են դրան։ Եվ այստեղ խնդիրը ուղղակի առողջ կասկածամտության մեջ է։ Եվ երկրորդը մենք բավական շատ ենք խոսում այս մասին, որ երբ դուք տեսնում եք հաղորդագրություն, որը ձեզ դնում է էմոցիոնալ վիճակի մեջ, հա, օրինակ ուրախացնում է շատ, որ վայ շահել եք կամ կշահեք դիցու 30,000 դրամ, կամ որ վայ ձեր անունով վարկ ձևակերպվեց, դուք արդյոք դու թույլ եք տվել, հա, երբ որ տեսնում եք, որ ձեզ ոնց որ բալանսից հանում են, այս դեպքում սպառնալիքներ, օրինակ ՏԱՀԿ-ի, ընդ որում էլի եմ ասում, մինչև վերջ մենք չգիտենք էլ դա գուցե ուղղակի ՏԱՀԿ-ն շփոթել է մեկ այլ մարդու է ուղարկել SMS-ը մի համար թարս ասելով, հա, բայց մեծ հաշվով այս նույն հաղորդագրության մեջ ու ֆիշինգային առհասարակ հարձակումների բնորոշ գիծը դա է, երբ ձեզ ինչ-որ էմոցիոնալ վիճակի մեջ են դնում, ուրախացնում են, վախեցնում են, շատ զարմացնում են, հա, հաջորդը ձեզ մղում են գործողության։ Այդ երկուսի կոմբինացիան գրեթե միշտ հենց այն է, ինչ բնութագրում է ֆիշինգային հարձակումներ, այսինքն այստեղ 25,000 դրամ տուգանք, մեկ, դա ինֆորմացիա, որ դուք վայ, ես ինչ էր իմ համար նստած սոխու հաց կուտեի, պարզ ասած, մեկ է շրեղ, ինչ-որ բան եղավ։ Հաջորդը ինչ ա եղել, 25,000 դրամի համար ձեր բանկային հաշվի համարը կարգելափակվի, այս արդեն սպառնալիք է, ու 24 ժամվա ընթացքում, հա, տալիս, որ մտածի, շտապեցնում ենք, 24 ժամվա ընթացքում կարգելափակվի, այսինքն հունից հանեցին, վախեցրեցին, շտապեցրեցին, որ դուք չհասցնեք բոլոր ինստանցիաներում ճշտեք, հետո ունեք արձակուրդի փուլ է, ասենք մարդ գնացել է ծով հանգստանում, մեկը իմանում որ իր հաշվի համարները հեսա կարգելափակվեն, ինքը կմնա դիցուկ օտար երկրում առանց քարտի։ Եվ այդ դեպքում մարդը ինչ անելու, դա անելու համար հնարավորինս շուտ կատարեք վճարում, հա, օրինակի համար։ Եվ այդ ժամանակ մարդը, օրինակ, եթե ինքը հնարավորություն չունի զանգի, բանկ գնա, հեռույա, պլյուս շտապեցնում են ու վախեցած վիճակում է, կմտածի լավ ինչա որ եղածն է մի բան չի, այդ 25,000-ը մուծեմ ավելի լավ է, քան թե քարտերս արգելափակվի, օրինակ Եգիպտոսում կամ Սև ծովում ինչ-որ հանգստավայրում մնամ, չկարողանամ հետ գամ Հայաստան, հա, այսինքն մեխանիզմը շատ լավ ընտրված է։ Էլ եմ ասում կոնկրետ այս դեպքի մասին, ես մինչև այս բանը վստահ չեմ, ինքը վերջը ճիշտ է թե սուտ։ Չնայած ընկերս այդ մարդը անհրաժեշտ ճշտումները արել է այդ ուղղությամբ։ Բայց ընդհանուր առմամբ բացի այս դեպքից վերջին շրջանում շատ տարբեր ընկերությունների բրենդերի անունները օգտագործելով մարդիկ փորձում են գումարներ կորզել
հիշում ենք դեպքը, երբ սեմինարի մասնակցություններ կարծեմ, հա, որպես բանախոս, մյուս դեպքը, երբ արագ աշխատանք տանից այսքան գումարով արագ արձագանքեք, այսինքն մարդիկ առաջին բանը, որ մտածում են, մի վայրկյան տանը 3 ժամ աշխատելով այսքան գումար կամ հրավեր եմ ստացել գնամ։ Այդ բոլոր մանիպուլյատիվ միջոցներով հատկապես որ բրենդներն ու ինչ կազմակերպություններն են օգտագործվում մինչև հələ շահառուներին անցնելը։ Տեսեք, ես իրական նպատակահարմարել չեմ տեսնում, հա, ասել, օրինակ սուպերմարկետների անուններ էին մի ժամանակ շատ շրջանառվում, հա, այս կամ այն սուպերմարկետների ցանցը, հա, այսինքն ոլորտ, որտեղ արդեն իսկ նման բաներ կան, օրինակ շատերը գիտեն, որ այս կամ այն սուպերմարկետում պարբերաբար լինում են ակցիաներ, զեղչեր, եւ բնական է կիբերհանցագործները դա շահարկում են, ուսումնասիրում են եւ դրան նման մի բան իրենք են հորինում։ Երկրորդ տարբերակը տնից աշխատելու կամ ինչ-որ ներդրումայիններին է, այստեղ էլ ավելի շատ գործում է արագ հարստանալու այս ուղղությունը եւ այստեղ մի տեսակի հանցագործություն կա, որ անգլերեն ասում են pig butchering, խոզուկին չաղացնել, որ հետո մորթես, հա, այս սկզբունքն է, ոնց որ հեքիաթի մեջ, հա, այն հելզը գրետել կերակրումա չաղանա հետո մորթի, օրինակ այդ սկզբունքը շատ հաճախ է տարածվում, երբ որ առաջին մի շրջա փուլ մարդկանց հավաքում են եւ իրենց իսկապես գումար են տալիս, օրինակ շատ բարձ ինչ-որ գործողություններ անելու համար, ենթադրենք TikTok-ով ինչ-որ վիդեոներ նայելու համար, մի 3 օրում մի 20,000 դրամ փոխանցում են, այն հույսով, որ այս մարդիկ սկսեն իրենք էլ վկայություն տալ իրենց ընկերների շրջանակում տարածել ու հետո ինչ-որ պահից սկսած ասում են, որ գիտես ինչ կա, որպեսզի շարունակես վճարվել, պիտի օրինակ վճարում կատարես, ենթադրենք 50,000 դրամի ներդրում անես, որպեսզի քեզ շարունակենք այսպիսի բաներ տալ։ Այսինքն սա դասական խոզուկին չաղացնելն, հա, մարդուն քաշեցին այս բանի, համը տվեցին, ինքը սկսեց, հետաքրքիր է, եւ արդեն ինքը ասում, հա, ինչ կա, որ արդեն փողել ստացել եմ եւ այլն, եւ այդ 50,000 ներդրում անում է, հանցագործները հետ են ստանում իրենց ստացած 20,000, դեռ մի 30,000 վրայից ստանում են։ Հետո սովորաբար դա շարունակվում է երկարաժամկետ, այսինքն ասում են, որպեսի ստանաս, պիտի հարկեր մուծես, որպեսի առաջին շրջափուլին հասնես, պիտի եւս պիտի մի $1,000 տնես, հետո ասում են, գիտես ինչ կա, մեր մոտ արկելա փակվել է, պիտի իրավաբանին $500 էլ վճարես, հա, ու մենք դա բազմաթիվ դեպքեր ենք տեսել, որ այսպես խաբեությամբ մարդկանց աճացրել են 20-30,000 $, մարդիկ կան, որ տունն են վարկով դրել, որպեսի իրենց կարծիքով իրենց վաստակած կամ արդեն իրենց ներդրած գումարները հետ բերեն, եւ ինչ որ մի պա 1-2 տարի առաջ մենք իմ գործընկեր Սամվել Մարտիրոսյանի հետ էինք հաշվում, $1.5 միլիոն կարգի մի ամսվա կտրվածքով հաշվեցինք մեզ դիմաց մարդկանց, որ տարբեր խաբեությունների զոհ էին տարել, ու իրենք պնդում էին, որ այդ գումարները կորցրել են։ Սովորաբար այդքան էլ այդպես չի, այսինքն սովորաբար օրինակ այդ մարդիկ $1,000-2,000 են դրել, հետո իրենց ինչ որ on-line մի համակարգում թվեր են նկարել, որ այդ ձեր փողը դարձավ $20,000 եւ իրենք մեզ սովորաբար այդ թիվն են ասում, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ հսկայական այդ խաբեությունների մեջ թվեր էին պատտվում ու շահարկվում, վերջին շրջանում այդ մի փոքր նվազել է։ Ինչով է պայմանավորված։ Նախ շատ մարդիկ, այսպես ասած, ոտաթաթերը այրել են, այլև այդ կրակի մեջ չեն մտնում, հա, այսինքն քաշվել են ու ավելի զգուշավոր են դարձել եւ նաեւ եւ ուրախությամբ ասեմ, որ տեղեկատվության, հա, մեր լրագրողները շատ կարեւոր գործ են արել, խոսել են, տարածել են այս ինֆորմացիան ու շատերը արդեն գիտեն, որ ծրի պանիրը սովորաբար թակարդում է լինում, այս վերջապես այս կոնցեպտը մտել է, բացի այդ շատ մեծ թիվ էին կազմում այն դեպքերը, երբ բանկային հավելվածն էին գողանում, վարկեր էին ձևակերպում, տանում էին, եւ մեզ մոտ նախ բազմաթիվ բանկային հավելվածներ մցրեցին, այսպես ասած KYC, հա, գործառույթը, երբ որ իրենք դեմքով ճանաչում են իրենց հաճախորդին, հա, այդ առողջորեն այդ know your customer այդ ձևակերպումն է, համոզում են, որ դա կենթանի մարդ է, երբեմն արգելափակում են, թույլ են տալիս ընդամենը մեկ սարքից մուտք, որտեվ սովորաբար հանցագործը խաբեությամբ կոդը կորզում էր, լոգինվում էր մեկ այլ սարքից, երկրորդ սարքից եւ փոխանցումներ անում։ Եվ վերջերս էլ 2-3 շաբաթ առաջ էր կարծեմ, նաեւ գործարկվեց այսպես կոչված stop գործառույթը, երբ որ գրեթե բոլոր բանկերը հայտարարեցին, որ իրենց հավելվածներում դուք կարող եք սահմանել stop, որպեսզի օրինակ ձեր անունից վարկ
չձևակերպեն on-line, մինչև դուք ինքներդ չգնաք բանկ, չակտիվացնեք այդ գործառույթը եւ այլն, այնպես որ կարծում եմ կարևոր քայլեր ձեռնարկվեցին վերջին շրջանում մարդկանց պաշտպանելու համար եւ այստեղ ավելի շուտ հարց է առաջանում, բա ինչ են անելու այն մարդիկ, ովքեր տուժել են մինչև այս համակարգերի գործարկումը, որովհետև եթե բանկերը սրանք ներմուծել են, դա նշանակում է, որ նախկինում էլ կարող էին անել եւ չէին անում։ Ինչու չէին անում եւ իրոք ինչպես պետք է, հա։ Պիտի ամեն դեպքը ուսումնասիրվի, իհարկե շատ հաճախ հենց հաճախորդներն իրենք էլ մեղավոր են, որ իրենց կոդերը երրորդ անձանց են տվել, բայց նաեւ այս երկկողմանի, հա, ճանապարհորդությունը ի վերջո հաճախորդը իր գումարները վստահել է եւ իր անձնական տվյալները վստահել է բանկին եւ բանկն էլ իր մասով պիտի ամեն ինչ անի։ Եթե բայց հաճախորդը օրինակ on-line տարբեր խաղերում գրանցվում է երիկ չի իր քարտի PIN կոդը եւ բոլոր տվյալները, չհասկանալը, որ դա անձնական տվյալներ են, այսինքն ինչ որ մի խաղ խաղալու համար կամ ինչ որ միտեղից առևտուր on-line անելու համար քարտի կոդերը եւ ոչ մի բան պետք չի իրականում տալ։ Անձնագիր պետք չի տալ։ Հիմա այդտեղ բանկը ինչով է մեղավոր իրականում։ Բանկը մեծ հաշվով մեղավոր չի, բայց բանկն էլ ունի, գիտեք, օրինակ ամեն ամսվա վերջ բանկը ձեզ ուղարկում է ձեր քարտային գործարքների հաշվեկշիռ։ Մեծ հաշվով, երբ գործ ունեն կրեդիտ քարտերի հետ, օրինակ շատ հաճախ դուք կարող եք վիճարկել այդ գործարքները։ Երբ որ դեբիտային քարտերի հետ է լինում այս գործարքը, հաճախ այդքան էլ պարզ չի, ես նույնիսկ 1-2 անգամ փորձել եմ այդ Terms of Service-ը կարդալ ու չեմ հասկացել, եթե օրինակ ինչ-որ գործարք բողոքարկում եմ, բանկը ինձ կօգնի թե ոչ։ Եղել է դեպքեր, երբ որ բանկը օգնել է։ Ես բողոքարկեմ, ասում եմ, գործարքը ես չեմ արել, որտեվ իսկապես չեմ արել, բանկը process է սկսել, դա տևել է ինչ-որ ամիսներ եւ ի վերջո իմ գումարը հետ վերադարձել է։ Բայց եղել է դեպք, որ ասել են, գիտեք ինչ կա, մեր համակարգը այնպեսին է, որ գումարը դուրս եկավ, այլևս վերադարձ չկա, մենք տեսանելիություն չունենք եւ չի եկել։ Հիմա գուցե արժեի, որպիսի չեմ ասում բանկին չեմ մեղադրում, բայց հավանաբար այն բանկերը, որոնք կարողանում են այդ գումարները հետ բերել, մշակել, այդ ամբողջ անել, լավ կլիներ գովազդեին իրենց այդ ծառայությունները որպես հավելյալ, հա, բոնուս եւ հաճախորդներն էլ գնային մեծախորհրդատվություն բանկերի ընտրեին այն բանկերը, որոնք իրենց թույլ են տալիս, որ օրինակ եթե ամսվա վերջ եկավ հաշվեկշիռ ու դուք բողոքարկման հնարավորություն խնդիր ունեք, կարող եք բողոքարկել եւ հետ բերեք եւ մարդիկ նաեւ դրանով առաջնորդվեին թե որ բանկն են ընտրում, այն բանկը, որը իրենց կկարողանար կապահովել անվտանգության ստուգումներ հետ բերել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք հայերս բավական թեթևամտորեն ենք, հա, նայում մեր անվտանգությանը։ Մեր գաղտնաբառերը այստեղ են դա ցփնում ենք, հա։ Իրար տարբեր հարթակներով ուղարկում ենք։ Մեր, հա, այդ քարտի CVC, CVV կոդերում ասես տալիս ենք, մենք ինչ-որ բան ասում, քարտը նկարում ուղարկում ենք։ Հիմա էլ ինչ-որ նոր տրենդ կա, որ բանկային քարտերը միակողմանի են անում, այսինքն ամբողջ ինֆորմացիան մի էջի վրա է, դա շատ վատ է։ Ես օրինակ ինչ-որ քարտ ունեմ, որից առհասարակ դա ջնջել պոկեր շպրտել եմ, որ մարդես եթե պետք լինի նկարել կամ բան, այդ ամբողջը չերևա։ CVV կոդը ես հատուկ պահել եմ առանձին միտեղ ապահովայնում, որտեվ այդ կոնկրետ այն քարտներ, որը մի երկու առիթով պետք է եղել, որպեսզի նկարեի, ուղարկեի, հա, մեկայն մարդու։ Իսկ դա, տեսեք, նույնիսկ եթե դու քո մտերիմին, քո բարեկամին, ազգականին ես քարտը ուղարկում, այն էլ համացանցով, հա, դու վստահ ես, որ քո մոտ դա նորմալ պահված է, բայց արդյոք դու վստահ ես, որ ենթադրենք Telegram-ով ես ուղարկել, որը նախընտրանքով, հա, նախընտրությամբ գաղտնագրված չի, որպեսզի Telegram-ում գաղտնագրված բան ուղարկես, պետք է ինչ-որ սալտո անես, հետևի ձեռների վրա կանգնես, գլուխ կոնցի 12, նոր կմիանա, դա հատուկ խնդրեմ է, էլի։ Այսինքն, եթե դու ուղարկում ես քարտ Telegram-ով, դա գաղտնագրված չի գնում։ Իսկ եթե WhatsApp-ով օրինակ group chat բոլորի հեռախոսների մեջ կարող մեխանիկորեն ընկնում է։ Telegram-ը կոտրեցին, հա, հանցագործները կարող են ձեր ամբողջ պատմությունը քաշել։ Դու կարող ես մոռացած լինեք, որ ենթադրենք 2 տարի առաջ ինչ-որ մեկին ձեր քարտը նկարել ուղարկել եք, բայց այդ քարտի, ասենք, հանցագործը կոտրեց ձեր կամ իր Telegram-ը, դեռից տարավ, նույնիսկ ձեզնից ամբողջությամբ կախված չի։
Այսինքն առնվազն 2 կետից է կախված, թե որտեղ կկոտրեն ու ինչ կտանեն։ Արտուր, քանի որ խոսում ենք անվտանգությունից, ինչպես նաև մեդիագրագիտությունից եւ այդ վաշխառուներից, ովքեր դրաններ են փորձում շորթել, կուզեմ այստեղ զգուշության մի քանի կանոններ հստակ։ Օրինակ, երբ on-line գնումների ինչ որ հարթակ է, ինչ ինֆորմացիա կարելի է տրամադրել, որքան ինֆորմացիայի տրամադրումն է օքեյ։ Նոր էջ եք բացում, ինչ որ նոր սոցիալական ցանցում եք գրանցվում, հիմնական կոդերի մասին կուզեմ խոսենք։ Էլի եմ ասում, ես չեմ սիրում, երբ որ մարդիկ փորձում ինչ-որ ընդհանուր խորհուրդ տալ, որ բոլորի հակով լինի, որտեվ այդպես չի լինում։ Բայց ընդհանուր մի քանի կանոն կա, չէ՞։ Ինչ-որ բաներ կփորձեմ ասել, բայց նկատում եմ լիքը բան կախված է նայես դուք համակարգիչով եք օգտվում, թե հեռախոսով։ Հեռախոսը Android է, թե iPhone, հա, լիքը բան փոխվում է պարամետրեր, բայց որպես պարզագույն կանոն on-line առևտրի համար, տեսեք, ես ինչ եմ առաջարկում ու այն ինչ որ ես ինքս եմ անում, մեր շատ բանկեր թույլ են տալիս գեներացնել այսպես կոչված վիրտուալ քարտ։ Ես մի քանի այդպիսի վիրտուալ քարտեր եմ գեներացրել իմ տարբեր բանկերից, դրանց մեջ գրեթե գումար չեմ պահում։ Եվ այդ քարտերը, երբ որ on-line առևտրի հարթակ է, իմ սկզբունքը մոտապես սա է, որ 2 տեղից կարող է այդ տեղեկատվությունը արտահոսել իմ մոտից եւ այն խանութից on-line հարթակից, որին ես վստահում եմ առևտուր եմ անում։ Եվ քանի որ ես ոնց որ քչերին եմ վստահում, ես սարքել եմ որպես այլընտրանք այս վիրտուալ քարտը եւ հատուկ ընտրում եմ այն բանկերը, որոնք հեշտ են տալիս այդ վիրտուալ քարտը, հեշտ են թույլ տալ վերացնել նորը սարքել եւ այդ վիրտուալ քարտն եմ ներմուծում կոնկրետ հարթակ, դրա մեջ գցում եմ կոնկրետ այնքան գումար, որտեղ պետք է կոնկրետ այդ առևտրի համար ծախսեմ, գործարք անելուց հետո քարտը գրեթե դատարկվում է, այդպես դատարկել պահում եմ, հա։ Նույն կերպ օրինակ արտասահման ճանապարհորդության գնալիս, երբ քո ռիսկերը մեծանում են, որտեղ եթե Հայաստանում մի բան լինի, դու գոնե կարող ես գնալ ոստիկանություն, քո բանկ, բայց օտար երկիր ես գնացել, ինչ-որ գործարք արեցիր, թողեցիր հետ եկար, 1-2 ամիս հետո սկսեց այդ քարտից գումարներ անել, ինչ ես անելու։ Նույնիսկ ինքնաթիռ ես նստելու, թռնես գնաս, ասենք ում դե գտնես, լեզու գիտես, չգիտես, հա։ Դա համար արտասահմանի համար հատկապես ես էլի գեներացնում եմ կամ այդպիսի վիրտուալ քարտեր, նաև կան վճարային, հա, այդ ծառայություններ դրամային, հա, որոնք թույլ են տալիս, այսպես ասած on-line կաշիլյոկներ, բաներ, հա, որոնք նաև թույլ են տալիս իրանց քարտը գեներացնել, դրա մեջ գումարը գցեմ, դրանով անեմ, որպեսզի եթե նույնիսկ այդ քարտի տվյալները արտահոսեն, ինչ-որ անբարեխիղճ առևտուր անողի մոտից դրանք դուրս գան ու փորձ անեն դրանից գործարք անել, ինձ մի ծանուցում է գալու, որ ինչ-որ մեկը դիցուկ այսինչ եվրոպական կամ ասիական երկրում փորձում է գործարք անի, նախ որ այդ fail է լինելու, այսինքն արգելվել է, որովհետև փող չկա մեջը տարական, երկրորդ էլ ես նաև կիմանամ, որ օհո, փաստորեն այս քարտը, այսպես ասած, խփած քարտ է, էլ իրանով չարժի դա պահել, եւ այդ դեպքում սովորաբար ես քարտը վերացնում եմ, նորն եմ գեներացնում լրիվ նոր վավերապայմաններով, որպեսզի դա աշխատի արդեն։ Իսկ ասեք, քանի որ խոսեցինք նաև Telegram ալիքների մասին եւ վերջին շրջանում թե Telegram ալիքներ են շատ կոտրվում, թե անձնական մարդկանց, թե ալիքներ, որոնք ինֆորմացիոն դաշտին պատկանող, հա, տեղեկատվական ալիքներ, թե Messenger-ներ, թե Facebook-յան էջեր, ինչպես տարիներ շարունակ։ Կասեք, հիմնական թիրախները ովքեր են, ում էջերն է կոտրվում եւ ինչու։ Թե չկա թիրախ, ուղղակի կա նպատակ։ Ամեն ինչ այդքան པարզ չի, իրականում տեսեք, այն պահից, երբ որ Հայաստանը դարձավ այսպես կոչված միջին եկամտով պետություն, այս մեկ, այսինքն հանցագործները, որ փորձում են հարձակվել ինչ-որ պետության քաղաքացիների վրա, նայում են արդյոք այդտեղ, այսպես ասած, մարդկանց ձեռը փող կա դե չէ։ Հա, եւ ենթադրենք չեն գնա ինչ-որ շատ աղքատիկ, հա, պետություն, որտեղ այնտեղ մարդիկ ոչ փող ունեն, ոչ այդ փողին կից բանկային քարտ, չեն էլ։ Բայց մենակ գումարի համար է, թե կան նաեւ այլ նպատակներ։ Հաճախ լինում է դե հենց քանի որ խոսում ենք ամենաշատը, ես դա եմ ուզում ասեմ, որ մեր մոտ հիմա շատ ավելացել են, այսպես ասած, սովորական հանցագործությունները։ Քանի որ հանցագործները գիտեն, որ այստեղ մարդիկ ինչ-որ գումարներ ունեն, խնայողություններ ունեն, վարկեր ունեն ու բավական զարգացած բանկային էկոհամակարգ, որտեղ կարելի է ինչ-որ գումար ձևավորել, ինչ-որ վարկային գիծ բացել ու դա քաշել, այդ մի բաղադրիչներ։ Երկրորդը մեզ մոտ, եթե արձանագրել եք, այս ալիքները սկսեցին այն ժամանակ, երբ որ
Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 22 թվականին եւ դրանից հետո մեզ մոտ ալիքներ եղան միգրանտների, եկան ռուսներ, եկան ուկրաինացիներ, եկան այթիշնիկներ, այսինքն եկան ինչ որ քանակի մարդիկ, արտասահմանցիներ, որոնք իրենց երկրում արդեն իրենց հաճախ թիրախավորում էին, իրենց հետ բերեցին իրենց թիրախավորողներին, հա, այսինքն Ռուսաստանը ավելի բարձր եկամտով երկիր է, նույնն էլ Ուկրաինան էր ինչ որ մինչև այս պատերազմը այնտեղ շատ տարածված եւ կիբեր հանցագործություններ կային եւ կարծես իրենց թիրախավորող հանցագործները իրանց հետ միգրացվեցին մեր մոտ սկսեցին իրենցից, հետո իրենք սկսեցին այստեղ աշխատել, մեր մոտ շատ հաճախ տարածվեցին այդ դեպքեր, երբ որ իբր վարձով բնակարան վերցնելու անվան տակ, մարդկանցից քարտի տվյալ էին ուզում, քարտը դատարկում էին եւ այլն, եւ այդ այսպես տարածվեց, կարծես հանցագործների համը մնաց բերանը, սկսեցին աշխատել։ Եվ շատ է, ընդ որում ուշագրավ է, որ մեր տարածքի վրա օրինակ շատ աշխատում են գոնե մենք արձանագրել ենք մեծ քանակի այդպիսի արձակումներ Ինդոնեզիայից, Ռումինիայից, Նիգերիայից։ Հա, կարծես այս 3-ը առավել հաճախ են լինում եւ դրանք թիրախավորում սովորական մարդկանց։ Նաեւ այսպես կոչված ռոմանտիկ խաբեությունները կան, երբ որ միայնակ մարդ են տեսնում, տարբեր հարթակներում Instagram, Facebook, TikTok, հա, սկսում են գրել, որ հա ես էլ եմ մենակ, արի հանդիպենք, դրա դասական դեպքերից մեկն է, որ ես քեզ կտանեմ ինձ հետ Գերմանիա օրինակի համար, հետո ասեմ, որ գալիս էի ձեր մոտ, չգիտեմ, Ստամբուլի օդանավակայանում թալանել են, խնդրում 600 եվրո տուր նոր տոմս առնեմ գամ, հենց գամ քեզ կփոխհատուցեմ, համ էլ քեզ իմ հետ կտանեմ, հա, այսպիսի եւ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որ մարդիկ այս կերիկին ընկել են, նաեւ շատ հաճախ տեսել ենք այն տարբերակը, որ ծանոթի անունից գրում են, ստեղծում են կեղծ, օրինակ Instagram, կամ որ Instagram-ում մարդիկ այս նկարները դնում են, այդ նկարները հանցագործները ներբեռնում են, նույն կոպիան են սարքում, նույն անազգանով, իր անունից friend request-ներ են ուղարկում լիքը մարդկանց, հետո մեկ էլ պատահական սկսում են գրել, որ այ ես քո ընկերն եմ, կամ տեսնում եմ, որ այդպես լայք, ես էսիշն եմ, հա, ինձ այդտեղ թալանել են, մնացել եմ առանց փող, խնդրում եմ 200 եվրո փոխանցի տոմս առնեմ գամ կտամ բան։ Ու այս շատ տենց հաճախ աշխատող այդ խաբեությունն է։ Հիմա սրանից բացի մենք ունենք ոչ այդքան հաճախ, բայց թիրախավորված անձինք, ովքեր պետական պաշտոնյաներ են, քաղաքասարակություն, լրագրողներ, իրենց թիրախավորում են ավելի քիչ, բայց թիրախավորում են շատ ավելի զարգացած գործիքակազմով, այդ թվում նաև լրտեսական ծրագրային ապահովմամբ շատ այնց խորամանկ ձևի եւ դրանք ես չեմ անվանում phishing, այլ ավելի շատ սիրում եմ գրել այսպես կոչված spear phishing կամ նիզակով, հա, ձկնորսություն, երբ որ sense թիրախավորած հենց կոնկրետ իր համար են գալիս։ Ուսումնասիրում են տվյալ անձի ընկերական շրջապատը։ Օրինակ շատ հաճախ սարքում էին ինչ-որ մեկի WhatsApp-ով կոպիան, իր անունից գրում էին ընկերներին, ասում էին, որ լսի ԱԱՑ-ից եկել էին, քո մասին էին հարցնում։ Մեր ընկերների շարքելու մեր կային։ Ես քո մասին լավ բաներ եմ ասել, չմտածես, բայց ամեն դեպքում ասի քեզ զգուշացնեմ, հա, այսպիսի։ Ինձ էլ են զանգել այդպես, շատ լավ ուրախացել էի, լավ զվարճալի։ Եվ հաջորդ օրն էլ ձեզ զանգում են մեկ այլ WhatsApp համարից, էլի հայկական համարով, ներկանում են որպես քննիչ ես իմ ինչ, հա, ես ինչան։ Մի հատ հայերեն ասում են բարև ձեզ, հետո ասում են թույլ կտակ ռուսերենի անցնեմ եւ հաջորդ մասը արդեն հասկացում եմ որ հանցագործը տեղացի չի կարող հայերենով շարունակի, փորձում է ռուսերենի տանել, այնտեղ պատճառներ են, ասում են գիտեք, այստեղ համատեղ հայտարարություն ա, օրինակ ռուսական ԱԱՑ-ի հետ կամ չգիտեմ ինչականի հետ, որպեսզի մարդուն խոսեցնեն ռուսերենի մղեն ու շարունակում են այս։ Այտենց։ Հետաքրքիր է, ամեն ինչի ֆոնին հիմա սովորական շարքային թե քաղաքացին, թե հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն լայն լսարան, ազդեցիկ խոսք։ Ամեն դեպքում դուք բանկային հաշվի հետ ասեցիք ինչպես վարվել, որ քարտի հետ, որպեսզի գոնե խուսափել այդ հարթակում, հա, խնդիրներից, իսկ Instagram-յան, Facebook-յան, այսինքն սոցիալական ցանցերի հարթակում ինչ քայլեր կան, գոնե մի քանի, չնայած վերջերս հասկացանք, որ անգամ երկակի, հա, մուտքն է արդեն երկրորդական դարձել եւ այլն, բայց ինչպես օգնել մարդկանց, որպեսզի նրանք խաբեության կամ էջերի կոտրման զոհ չդառնան։ Հա, տեսեք, ես երկար ժամանակ փորձում էի մարդկանց հորդորել ստիպել, որպեսզի տարբեր գաղտնաբառեր տնեն տարբեր հարթակներում։ Բացատրեմ ինչի։ Որտեվ ենթադրենք, եթե դուք ձեր էլեկտրոնային փոստին դնում եք մի գաղտնաբառ, օրինակ գաղտնաբառ 123։ Հետո այդ նույն գաղտնաբառը դնում եք ձեր Facebook-ին, ունդեր լոգինվելուց էլ գրում եք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, տակնել ձեր գաղտնաբառը, գաղտնաբառ 123։ Հետո նույն Instagram-ում եք դնում,
Պատկերացնում եք, ձեր հարցակման մակերս ինչքան է մեծանում։ Այսինքն քիչ առաջ խոսում էինք, հա, որ եթե մեկին Telegram-ով մի բան ուղարկեցիր, կարող է ինձ կոտրեմ, կարող է նրան կոտրեմ։ Հիմա պատկերացրեք դուք 10 Skype-ում, տարբեր սերվիսներում ներմուծում եք ձեր նույն գաղտնաբառը, մեյլի հասցնել դե լոգինի մեյլն է։ Դրանցից ցանկացած մեկը կոտրեն, այդ նշանակում բոլոր 10-ը շղթայաբար կոտրելն ու մենք դեպքեր ենք ունեցել դրա պարբերաբար։ Դա համար իմ ամենաառաջին ամենակարևոր երևի առաջարկը, խնդրանքը, հորդոր այն է, որ ամեն տեղի համար առանձին գաղտնաբառ ստեղծեն։ Այդ մեկ։ Հիմա, բայց փորձը ցույց տվեց, տարիներ շարունակ մենք այս մասին խոսում ենք մասնագետներով, փորձը ցույց տվեց, որ մարդիկ մոռանում են, չեն կարողանում, ես դժվար է հիշել 10 հատ տարբեր գաղտնաբառ, չնայած դրա համար մեթոդներ կան, եւ մեկը ինչ-որ պայից սկսած հուսահատվում են բոլորը նույնն են դրում, դրա համար գոնե որպես երկրորդ քայլ մենք առաջարկում ենք, որ լավ, չհանդամ, գաղտնաբառ չեք կարում, կլինի գոնե երկրորդ գործոն ավելացնեք, եւ բոլոր հարթակներում հիմա կա այդպիսի ֆունկցիա, գործառույթ, որ դուք կարողանում եք գնալ ձեր անվտանգության կարգավորումներ եւ այնտեղ ավելացնել երկրորդ գործոն։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք, ներմուծեցիք մեյլի հասցեն կամ հեռախոսահամարը, երկրորդը գրեցիք ձեր գաղտնաբառը։ Հիմա գաղտնաբառը կարող է արտահոսել, բա ինչ անենք։ Հաջորդը, այսինքն գաղտնաբառը դա մի բան է, որ դուք գիտեք եւ օրինակ գիտի եւս մեկը, այդ հարթակը, որտեղ գրանցվել եք։ Որպես երկրորդ գործոն վերցնում եք մի բան, որով կարող կապացուցեք, որ դա դուք եք։ Շատ երկար ժամանակ այդ կարող է լինել ձեր հեռախոսը, հա, որտեղ եթե ձեր հեռախոսը ձեր ձեռքին է ու դիցուկ Ինդոնեզիայից, կամ չգիտեմ, Նիգերիայից ինչ-որ մեկը փորձում է ֆիշինգ անի, փախցնի ձեր օգտահաշիվը, ենթադրենք խաբեությամբ գողացավ ձեր գաղտնաբառը, բայց ինքը չի կարող ապացուցի, որ դա դուք եք, որտեղ ձեր հեռախոսը իր ձեռքին չի։ Սկզբում այդ հեռախոսի պահը ապահովում ենք SMS-ով, ասում ենք, եթե SMS ստացար այդ քո հեռախոսի մեջ, ուրեմն հեռախոսը քո ձեռքին է։ Հետո պարզվեց, որ սա էլ մարդկանց չի կանգնեցնում։ Երկու բան է լինում, չէ՞, տեսեք ինչ է լինում։ Նախ, երբ որ մարդկանց այդ գողացողները, որ գաղտնաբառը համոզել տարել են ձեռքից, մի հատ ուրիշ էկրան են նկարում սուտ, որ իբր սա էլ երկրորդ գործոնի էկրանն է, SMS-ները, մարդիկ խելոք այդ SMS-ը որ ստանում են, դե մուտքագրում են ու հանցագործնել իր մոտ զուգահեռ այդ գործողությունն անում է։ Այսինքն ցես ցույց էին տալիս կեղծ Instagram-ի edge, այնտեղ դուք մատիկներով խելոք հավաքում եք ձեր գաղտնաբառը, մտնում եք, ինքն էլ այնտեղ դա տեսնում էր, ինչ հավաքեցիք, ինքն էր հավաքում, որտեվ այդ edge-ը ինքն է սարքել, հա, թափանցիկ տեսնում։ Հետո ինքը ցես ցույց էր տալիս երկգործոն անվտանգության տեղը, որ SMS-ով պետք է ստանայիք, ինքը իր մոտ էլ դա բացում էր, դուք ինչ ներմուծում եք, այնտեղ ներմուծում մտնում էր եւ տանում էր օգտահաշիվը։ Դա համար մասնագետները, այդ ընկերությունները մտածեցին գաղտնաբառի ավելի բարդ համակարգեր, երկրորդ գործոնի ավելի բարդ համակարգեր։ Դրանցից մեկը ամենապարզը, որ շատ տեղերում հիմա կա, դա prompt-ն է, երբ որ ձեզ մոտ բացվում է մի edge, ասում է, «Ես դուք եք», դա բավական լավ աշխատում է ու շատ ավելի դժվար է դա ֆիշինգ անել, բայց էլի նույն բանն է, այսինքն այնտեղ ցես կան կեղծ էջ ցույց տալ, ասեն, ասա որ դու ես։ Հա, հեռախոսի վրա ու մարդիկ տենց ծխում են, կամ պատահաբար մատը կպնի։ Նաև ստեղծվեց այլ ընտրանքային տարբերակներ, օրինակ հատուկ կոդ գեներատորներ կան հեռախոսների մեջ, կոչվում են authenticator, հա, կա Google, Meta եւ այլն, որոնք հատուկ սխեմայով, ալգորիթմով առաջի անգամ սինխրոնիզացնում են ու ավտոմատ գեներացնում են, պլյուս օրինակ SMS-ները երբեմն եթե roaming-ում եք անհասանելի են, իսկ սրանք միշտ աշխատում են ճիշտ։ Եվ նաև կա ավելի բարդ մեխանիզմներ, օրինակ հատուկ, այսպես կոչված FIDO USB, հա, FIDO ալյանսի ստեղծած հատուկ տիպի բանալիներն են, որոնք պիտի կամ NFC-ով կպցնեք հեռախոսի հետևը, կամ մտցնեք USB պորտի մեջ համակարգչի կամ հեռախոսի, եւ ինքը գեներացնում է հատուկ MPC կոդ, որը հնարավոր չի փախցնել, եւ նաեւ դուք չեք կարող, ասենք, prompt-ի պես ասեք yes կամ կոդ մուտք անեք, ինքը հատուկ մեքենայական կոդ է գեներացնում եւ դա ինձ համար ամենալավ, այսպես ասած, պաշտպանությունն է, բայց այդ հատուկ USB բանալիները իրենք փող արժեն։ Արթուր, իսկ ասեք, մեդիա հարթակների կառավարման հարցում մեդիա էջերի, լրատվականների էջերի գողացման, լրագրողների եւ նման էջերի գողացման հարցում արդյոք այդ ամբողջ աշխատանքը արվում է դրսից եւ ուղղորդում կա այլ պետություններից, որոնք այնքան հետաքրքրված են մեր ներքին լրատվականների գործունեությամբ, որ այդ կերպ փորձում են միջամտեն, թե այլ ուղղություններ եւս կան ազդակներ։
ազդեցության շրջանակներ։ Ես կարծում եմ, որ ամեն կողմից կարող է դա գալ։ Վերջին տարիներին կա տարբերություն։ Իրականում հենց սկզբում մեր մոտ մեդիաների դեմ հարձակումները սկզբում ասում եմ 10-15 տարի առաջ լինում էին սովորաբար ադրբեջանական կողմից, հա, այսինքն գաղտնիք չէ, որ 90-ականների վերջերից այսպես կոչված հայ եւ ադրբեջանցի հաքերների մեջ ինչ-որ պատերազմի պես մի բան էր ընթանում, իրենք մեր էջերն էին կոտրում, ինչ-որ լուրեր դնում, մերոնք իրենցը, դա շատ տհաճ էր, բայց ինչ-որ պահի դա իր պլյուսներն էր բերել, որտեղ մեր լրատվականները սովորել էին, որ իրենք պարբերաբար հարձակումների են ենթարկում դրսից։ Շատերը միացրել էին DDoS պաշտպանություն, հա, այսինքն հարձակումների մի շարք տեսակներից պաշտպանության հատուկ տիպի մեխանիզմներ էին միացրել, չեմ Cloudflare-ներ տարբեր տիպի, հա, Cloudflare Frontier եւ այլն։ Եվ կարողանում էին չեզոքացնել մեծ թվով հարձակումներ, երբ որ ուղակի հարձակվողը միանգամից մի 10,000 կայքից փորձում է ձեր էջ գալ, այն հույսով, որ էջը չի դիմանա ծանրաբեռնվածություն կընկնի։ Նաև այլ տիպի հարձակումներ կան, երբ որ փորձում են էջում կոտրել ինչ-որ մի բան ու տեղադրել իրենց տվյալները, դրա հետ կապված էլ շատերը գործարկել են, հա, տարբեր տիպի պաշտպանիչ համակարգեր, որոնք գուշակում են այդ հարձակումները, պաշտպանում։ Այսօր մենք տեսնում ենք իդեպ անցան ընտրություններ եւ տեսանք, որ օրինակ առանձնապես աչքի ընկնող ինչ-որ կիբերհարձակումներ գրեթե չեղան, մի դեպք եղավ, որով կարծեմ քրեական գործ է հարուցված եւ մինչեւ վերջ հասկանալի չի, այդ գործի ձևակերպումը դա մասին հայտարարություն էր տարածել հանրային հեռուստատեսությունը, նախորդ ալիքներ է փակվել։ Բայց նայեք, հանրային հեռուստատեսությունը օրինակ հայտարարություն էր տարածել, որ իրենց ստրիմին միջամտելու ինչ-որ մի փորձ է եղել եւ կարծեմ քրեական գործ կա, նաեւ եղան դեպքեր, երբ որ միջամտում էին կոնկրետ YouTube-յան ալիքների վրա, իրենց փորձում էին փակել, մի քանիսը փակեցին, արգելափակվեցին կամ իրենց տեսանելիությունը կտրուկ ընկավ, այստեղ էլ շատ խառը process-ներ կա, մինչև վերջ հասկանալի չի։ Որոշ ալիքներ օրինակ կարող էին հաճելի չլինել իշխանություններին, որոշ ալիքներ կարող էին հաճելի չլինել ընդդիմությանը, եւ պարզ է, որ երկու կողմերում էլ բավական ռեսուրսներ կան, մասնագետներ կան, գումար ունեցող մարդիկ կան, հնարավորություններ կան եւ մենք նույնիսկ որոշակի տեսնում ենք որ հա իրար վրա մասսայական ռիփորտներ տալ, հա, որտեղ տեսեք շատ հաճախ մեր առցանց հարթակները, մանավանդ YouTube, Facebook, եթե լավ մտածենք, ինչ է դա ուղղակի մեր սեփականություն չէ, ինչ որ մի ընկերության մասնավոր տարածք, հա, եւ եթե ինքը ստանում է բավական քանակի բողոքներ ու գլուխ չունի, հա, ինչ որ իր համար անհասկանալի, հա, ամերիկյան ընկերություն, ինչ որ Հայաստան ոսկի քարտեզի վրա տեղը չի գտնում, այնտեղից ինչ որ բողոքներ են գալիս, սպառնում են որ դատի կտանք, բան ասում է, փակեմ շարժից փորձանքից հեռու, թող իրանք իրար հետ ինչ ուզում են անեն։ Օրինակ YouTube-ն էլ Facebook-ն էլ այդպիսի մեխանիզմ ունեն, երբ որ դու բողոք ես գրում, ասում ես, «Էս իմ վիդեոն է, խեն դրե փակեք», ինքը նախ փակում առանց խորանալու ու քեզ նամակ է գրում ալիքի տիրոջ, ասում է բողոքարկի հետ բացեմ։ Եթե դա էլ բողոքարկում է, այն բողոք գրողին ասում է գնա դատի տու, դատարանի թղթերը բեր, հա, թարգմանած նոտը կմտածեմ, բացեմ, չբացեմ, այսինքն ինքը աշխատում է ասենց ով առաջինը բողոքես դրան բավարարում է այդ սկզբունքով, հետո գնում է առաջ։ Ընդ որում օրինակ այդ դեպքերի համար իշխանությունները ավելի շատ գործիքակազմ ունեն, որտեղ մեծ հաշվով պետություն են ներկայացնում, կարող անհրաժեշտ թղթաբանությունն ապահովեն եւ ոնց պետք է, եւ եթե բողոք են ինչ-որ ալիքների վրա բան, կա հավանականություն, որ այդպիսի առցանց արտակները ավելի արագ կարտեն։ Արթուր, ընտրություններից խոսեցինք, շատ կարճ կուզեմ այս մասը շատ կարճ, ընտրական ընթացքում եւ հետընտրական ընթացքում մեդիաների գործունեության ադեկվատության եւ անհատ լրագրողների գործունեության ադեկվատության գնահատական որպես մեդիա փորձագետ, արդյոք թեկուզ կային իրար վիրավորող կողմեր եւ բացահայտ ընդդիմադիր եւ բացահայտ իշխանական լրատվականներ, արդյոք կար ադեկվատություն եւ միջին սահման նաեւ մյուս կողմին լուսաբանելու եւ մի քիչ ադեկվատ ինֆորմացիա տալու։ Տեսեք, այս հարցին որպեսզի ճիշտ պատասխանեմ, նախ ասեմ, որ մենք Հայաստանում ունենք շատ հոյակապ լրատվամիջոցներ, լիարժեք, լիովին ադեկվատ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ունենք նաև լրատվամիջոցներ, որոնք նվիրյալի պես աշխատում են, հա, եթե ուշադիր նայեք, հա, օրինակ ռազմաճակատներ են եղել, պատերազմական դեպքեր են եղել ու մենք տեսնում ենք, որ լրագրողները մեզ մոտ գրեթե զինվորներին ու բուժակներին հավասար առաջին գծում աշխատել են։
եւ ով որ դա չի ընդունում, մեր մոտ ընդունված է լրագրողներին ինչ ասես ասել, տենց որտեվ ինչ են իրենց անելու լրագրողները, հա, օլիգարխ չեն կան գլուխը ջարդեն կամ պետություն չեն ոստիկանով կան փռեն ասֆալտին։ Դա մը շատ հարմար է լրագրողներին ով ասես թիրախավորի ինչ ասես ասի։ Շորտ մենք ունենք ֆանտաստիկ լրագրողներ, մենք ունենք նվիրյալներ, մարդիկ կրակի տակ են գնում, տրոններով իրենց կրակում վիրավորում են ու ոչ ոք դա չի գնահատում, դա արդար չի։ Մենք նաև ունենք բնականաբար ծայրահեղական դիրքորոշումների հասած բազմաթիվ մարդիկ, ովքեր մեծ լսարան ունեն, երբեմն իրենք լրատվամիջոցի տեսքով են ներկայանում, իրենց լրատվամիջոցներում կարող է վերջում գրած լինի news կամ .am եւ այլն, բայց դրանք լրատվամիջոց չեն, հա։ Դրանք ուղղակի, չգիտեմ, իրենց կարծիքները, իրենց տպավորությունները հասարակությանը տարբեր առցանց գործիքներով տարածող հարթակներ են։ Դա նույնպես գոյության իրավունք ունի, օրինակ, չեմ, Հայաստանի վարչապետը 1.5 միլիոն հետևորդ ունի, հա, ինքը լրատվամիջոց է, չէ, բայց մի բան ասես բոլորը կիմանան, չէ, այսինքն կան տարբեր անձինք, քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք կարող ունենան ծայրահեղ դիրքորոշումներ, կարծիքներ հայտնեն, եւ մենք տեսնում ենք, որ որակյալ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մոտ շատ հաճախ կոմենտների այս բանավեճի քանակ ավելի ցածր է, հա, այնտեղ մոդերացվում է, այնտեղ շատ ավելի քիչ է վատ, հա, հայոյախառն կամ ծայրահեղական դիրքորոշումներ լինում, որտեղ որակյալ լրատվամիջոցի ֆունկցիան այն է, որ ինքը գնա տարբեր կողմերի հետ զրուցի, այդ տեսակետները ներկայացնի, հնարավորինս հավասարակշիռ, բոլորին հնարավորություն տա արտահայտվելու, եւ երբ մարդը գալիս է այդպիսի նյութ է տեսնում, ինքը էլ մեկնաբանություն գրելու կարիք էլ չի տեսնում, որտեղ ինչ պետք է լիներ այդ նյութում արտացոլված է, մարդիկ էլ հիմա չեն տեսնում, որ իրական կյանքում այս տեսակետները կան, այս լրատվամիջոցի էջում կան։ Դա լրատվամիջոցն է։ Բլոգերը, չգիտեմ, կարծիքի առաջնորդ, այսպես ասած, մտավորականը, հա, տարբերվում է նա, որ ինքը կարող է ունենալ շատ սուբյեկտիվ տեսակետ, եւ երբ մարդը շատ սուբյեկտիվ ինչ-որ մի բան է ասում, բնական է, որ նրանք, ովքեր համաձայն չեն, իրենց մոտ առաջանալու է ցանկությունը գալ այնտեղ վիճաբանել։ Եվ հասնելու վիրավորանքների դաշտ։ Եվ դա կարող է հասնել վիրավորանքների դաշտ, եւ դա բնական է։ Այնպես որ ես կասեի այսպես, որ մենք Հայաստանում բարեբախտաբար ունենք ամբողջ սպեկտրը, սկսած շատ adekvat որակյալ լրատվամիջոցներից, շարունակելով կոնկրետ կուսակցական կամ քաղաքական ուժերի հետ առնչվող լրատվականներով, որոնք իդեպ էլի շատ կարևոր ֆունկցիա ունեն, այսինքն միշտ էլ տարբեր տեղերում եղել են կոնկրետ կուսակցական թերթեր, լրատվամիջոցներ, դա մեջ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, եւ կան նաեւ այսպես ասած ավելի ծայրահեղական դիրքորոշում ունեցող հարթակներ, բլոգեր, կոնկրետ տեսակետ առաջ տանող ինչ որ առցանց նույն կարող լինի վեբկայքեր, էջեր, որոնք իրենց պատկերացրածով են աշխատում եւ ինձ նույնիսկ հետաքրքիր է որ կան այդ ծայրահեղական դիրքորոշումները, դա ինձ համար նույնիսկ լավ սիգնալ է, որ փաստորեն Հայաստանում կա այդքան խոսքի ազատություն, որ ով ինչ ուզի կասի եւ ես որպես լսարան եւ մեր հանդիսատեսը որպես լսարան ունի հնարավորություն ընտրելու ինքը ինչն է ուզում շատ տեսնի։ Արթուր, տեսեք, դուք կամ մենք կամ շատ մարդիկ կարող են տեսնել եւ ընտրել, հատկապես դուք լինելով ոլորտի մասնագետ, բայց հասարակ մարդը, երբ որ նայում է իհարկե նաեւ կուսակցական լրատվամիջոցին, իշխանական լրատվամիջոցին եւ fake news, երրորդ, որ ոչ գիտենք տերն ով է, ոչ գիտենք որտեղից է կառավարվում, ոչ էլ գիտենք ինչու է ստեղծվել։ Այս պարագայում ինչպես պետք է հասարակ մարդը հասկանա, որ դա fake news է, fake Telegram-ան ալիք է կամ վերցնում են մարդկանց, հայտնի մարդկանց, արվեստի գործիչների նկարները, լրիվ այլ վերնագրով, որ կապ չունի այդ մարդու հետ, լրիվ այլ բովանդակությամբ մատուցում, կամ վախ են տարածում եւ այլն, նույն պարոն Փաշինյանի խոսքեր վերցնում են, բայց ուրիշ կոնտեքստով դնում են, կամ ընդդիմության եւ պարոն Փաշինյանի խոսքերը իրար համադրելով են դնում, ոչ թե վերլուծական նյութի տեսքով, այլ ուղղակի վախ կամ ինչ-որ, չգիտեմ, նարատիվներ տարածելու համար։ Այս դեպքում ով պետք է կրի պատասխանատվություն, ով պետք է զբաղվի դրանով եւ հասարակությունը չէ որ չի կարող տարբերել։ Նախ հասարակությունը շատ ավելի խելացի է, քան իր մասին ասում են, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք, մեր մոտ հանրային կարծիքի շոր ուսումնասիրություններին անցկացվում։ Բայց շատ տարբեր արդյունքներով։ Հա, բայց օրինակ Միջազգային հանրապետական ինստիտուտը տարբեր տարիներ շարունակ անում է, մի 3-4 տարի անում է, ու իրենց տվյալները
նույնիսկ եթե իրականությունից հեռու են, բայց գոնե համադրելի են։ Հա, այսինքն ես ինչու եմ ասում այդ մեկը, որտեվ կարող ես մի 3 տարի հետ գնաս, ինքը արել է ու կարող ես համեմատես, ինչ է կատարվում, ինչ որ բան փոխվեց թե չէ։ Նույնիսկ եթե խափում է, պետք է չափով խափի, չէ՞, ասենք ինքը իր հետազոտությանը համադրելի, չէ։ Նկատեմ նույնիսկ եթե ինչ որ այնտեղ պարզա, որ նույնիսկ սխալ կա տարական, ասեմ վիճակագրական սխալի տոկոս կա։ Նույնիսկ դա գոնե համադրելի է, որտեղ նույն մեթոդոլոգիան է, նույն մարդիկ են անում։ Հիմա եթե ուշադրություն դարձնեք, այդքան խոսում են տեղեկատվական գրող, ապա տեղեկատվություն եւ այլն, բայց որ դնում եք այդ հարցումները նայում եք, տեսնում եք, որ մարդկանց կարծիքները այդքան էլ շոշափելի չեն փոխվում։ Չէ, նույն IRA-ը, ասենք տարբեր ամիսների նայում եք, ասենք մի երամսյակ առաջ, կես տարի առաջ, մի տարի առաջ կորը մոտարապես նույն ձևի է շարժում։ Այսինքն ինչքան էլ որ խոսում են, որ այս ապա տեղեկատվությունը հանրության վրա ազդում է բան, բայց ոնց որ փորձը ցույց տվեց, այդքան էլ չի ազդում։ Հա, այսինքն ինչ որ գրած էր մոտարապես նույն ձևի, հա, ինչ որ փոփոխություններ օբյեկտիվ իրականությունից ելնելով կային, բայց նույնը գնաց։ Սա մեկ, այսինքն ես գտնում եմ, որ չափիչներից մեկը արդյոք այդ ապատեղեկատվությունը իսկապես մարդկանց վրա ազդում է, արդյոք մարդիկ այդ խայծը կուլ են տալիս։ Այդ հարցումներն են ու ընտրությունների քիչ թե շատ արդյունքները։ Լավ, վատ կարևոր չի, այսինքն կարևոր չի ես դրանից գոհ եմ կամ դուք։ Բայց այդ արդյունքները համադրելի են նաև այդ հարցումների հետ, եւ այդ արդյունքները ցույց են տալիս, որ ինչքան էլ տեղեկատվություն, ապատեղեկատվություն, իշխանությունը, ընդդիմությունը, տո ռուսները, թուրքերը, ով ինչ շահարկել է, դա շոշափելի ազդեցություն չի ունեցել։ Գուցե մի 4-5% այս կամ այն քաղաքական ուժի վրա ազդել է, բայց այնպես չի, որ դա է եղել ամենագլխավոր միտքը, որ անկախ նրանից ով գա լինելու է պատերազմ, շատ լավ էլ ազդեց մարդկանց վրա։ Հա, բայց մենք դա չգիտեինք, այսինքն տեսեք, խնդիրն է նա, որ այդ այն ինչ որ կոչում ենք ապատեղեկատվություն, իր մեջ սովորաբար ինչ կլինի։ Հա, դա չգիտենք։ Գիտենք սեպտեմբերին հաղորդացվել, բայց ասածս նույնիսկ դա չի։ Խնդիրն է նա, երբ որ ապատեղեկատվություն հյուսողները գրեթե միշտ իր մեջ դնում են ճշմարտության տարրեր։ Չի լինում, հա, որ ասեն, չի լինում, որ ասեն, գիտեք, սեպտեմբերին օրինակ բանա, ընդհանրենք այլմոլորակայիններն են նվաճելու Հայաստանը կամ պատերազմ, չէ՞, որտեվ ոչ ոք չի հավատա։ Դրա համար ապատեղեկատվություն ստեղծողները նույնպես հիմք ընդունում են օբյեկտիվ իրականությունը եւ ճշմարտանման են սարքում, նույնիսկ այնքան որ երբեմն դա կարող ոչ թե լինի ապատեղեկատվություն, այլ ուղղակի լինի կանխագուշակում։ Ցավոք սրտի, հա, ասենք ափսոսանքամ, բայց Հայաստանում այնպես չի, որ որևէ մեկը չի հասկանում, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել։ Ուրիշ հարց, որ երբ որ թե ով ինչ ձևով է շահարկում դա։ Ձևով եւ այլն, բայց հաջորդ մասը, որ ուզում եի ասել, տեսեք, այս սկսեցինք նրանից, որ ապատեղեկատվությունը այդքան չի ազդում, ինչքան իր մասին խոսում են։ Երկրորդ բանը, որ ուզում եի ասել, դա այն է, որ հա, պարտավորությունների մասով մենք ունենք խնդիրներ։ Պիտի լինի մեդիագրագիտություն լայնածավալ, որտեվ շատ մարդիկ հայտնվել են իրենց համար օտար առցանց միջավայրում, իրանք ժամանակին սովոր են եղել, որ թերթը, հեռուստատեսությունը խմբագրական որոշակի ճանապարհ է անցնում, ամեն էշություն չի հայտնվում հրապարակվում, իսկ հիմա կարող ամեն պատահած ինչ-որ մի տելեգրամյան ալիք բուսնի, ինչ-որ fake մի բան գրի, որ այլմոլորակայինները սեպտեմբերին կհարձակվեն իսկապես, ու քանի որ մարդիկ պատրաստված չեն, իրենք սովոր են, որ եթե մի բան տպած եկավ, ուրեմն ինքը կարևոր է ու ճիշտ է, սկսեն հավատալ։ Դրա դեմ պայքարի ձևը 3 փուլից է բաղկացած։ Մեկը մեդիագրագիտություն, դպրոցում, աշխատանքի վայրում, հեռուստատեսությամբ, ու դա ինչ որ չափով արվում է։ Մշակվել են չափորոշիչներ, որ դպրոցներում դրանք կիրառվեն, մեդիագրագիտության շաբաթ են անում, հեռուստատեսությամբ հաղորդաշարեր են լինում, ես ձեր հետ եմ խոսում այս մասին։ Բացի այդ, դա բավարար է թե ոչ, կարծում եմ բավարար չի, պետք է ավելի շատ արվի, եթե չէ։ Այդ առանձին թեմա, բայց արվում է, դա ձևերից մեկն է։ Ձևերից երկրորդը, երբ որ կան որակյալ լրատվամիջոցներ, որոնք հակադարձում են, ճշտում են փաստերը, ավելի ծանրակշիռ են, բայց ավելի ուշ է լինում ուղղակի։ Դա սովորաբար ուշ է լինում, հեսա կասեմ այդ մասին։ Ուշ է լինում, որովհետև երրորդ բլոկը պիտի լինի ոլորտի պատասխանատուների արագ արձագանքը։ Այսինքն մեզ մոտ խնդիրներից մեկը այն էր, որ ինչ-որ մի ապատեղեկատվություն տարածվում էր, կամ ինչ-որ մի տեղեկատվություն էր տարածվում, նույնիսկ ապաչի, չգիտենք, հա, ուզում ենք ստուգենք, լրագրողներ դիմում են պետական մարմինների, դիմում են ինչ-որ հիմնարկի պատասխանատուի, կամ մասնավոր ընկերություն է,
չգիտեմ, երկրում ջուր է մատակարարում կամ էլեկտրական դիմում ես օրերով պատասխան չկա, ռեակցիա չկա, երբ որ չկա պատասխան, երբ որ վակուում է, մարդիկ չգիտեն ինչ մտածեն, տարածվում է ապատերկատվություն, բամբասանքներ եւ այլն։ Եվ դրա համար պիտի ավելի արագացվի հակազդեցությունը, հատկապես ապատերկատվությանը։ Այդ ուղղությամբ օրինակ պետությունը ստեղծել է ռազմավարական հաղորդակցության ինչ-որ մի մարմին, որը ենթադրաբար պիտի դրան արձագանքեր, Եվրամիությունը գործարկել էր այսպես կոչված հիբրիդային առաքելություն, որը աշխատում էր այդ մարմնի հետ, որպեսզի իրենք արագ արձագանքեն, այսինքն Եվրամիության այդ առաքելության որքան որ ես եմ հասկացել ու տեսել գործառույթը հենց դա էր, որ խորհրդատվություն տա, որ պետական մարմինները արագ պարզ հստակ պատասխանեն ինչքան կարելի է շուտ։ Սա է եւ մեդիագրագիտության այս 3 բաղադրիչն, այսինքն մեդիագրագիտություն, փաստերի ստուգողներ կամ որակյալ լրատվամիջոցների արձագանք եւ երրորդը պետական կամ ոլորտի պատասխանատուների, գուցե կոմերցիոն ընկերությունը, բայց իր արագ արձագանք, իր PR-ի, հանրային կապերի պատասխանատուի։ Ինչ է մնում սովորական մարդկանց, հա? Այն մարդկանց, ովքեր ժամանակ չունեն մեդիագրագիտության դաս այցելեն կամ ժամանակ չունեն, ասենք գործից եկել է հոգնած 10 տեղ պետք է մտնի ստուգի, էսի ճիշտ է, սուտ է, զալա ունի այդ մարդը։ TikTok-ով բերել է նայած։ Այդ մարդկանց համար իմ խորհուրդն է ձեզ համար ստեղծել մեդիա դիետա։ Այսինքն դուք ամեն զիբիլ ձեր բերանը չեք տանում, ամեն էշություն չեք ուտի։ Նայում եք նորմալ միսը լինի, չգիտեմ, նորմալ մթերք լինի, նույնն էլ մեդիան նայեք որակյալ մթերք լինի, ապահովեք մի քիչ բազմազանություն, մենակ փլավ մի կերեք, մի քիչ կանաչ մի բան լինի, մի հատ միրգ լինի, մի հատ սոկ խմեք։ Նույնը այդ եմ ասում մեդիայի մասով, աշխատեք, որպեսզի ձեր մեդիա դիետան բազմազան լինի։ Ունեցեք մի հատ ծանրակշիռ մեդիա, որը գուցե վստահելի է, բայց քանի որ վստահելի է ինքը երկար ստուգում է, դանդաղ է գրում, այդ ճանդամ, հա, ասենք հիմնական բլյուդը թող մի քիչ ուշ հասնի։ Դրանից առաջ կարող եք ունենալ մի քիչ դեսերտ, հա, մի հատ ինչ-որ մի երկու լավ վիդեո բլոգ հումորային է, ինչա որ արագ ամեն ինչ դες հասցնում է, բայց դա որպես տիպա հավեսի համար ունեցեք, որ արագ իմանաք, բայց միշտ փորձեք դա ստուգեք այն ձեր ծանրակշիռով։ Ունեցեք մի հատ իշխանական լրատվամիջոց քիչ թե շատ հավասարակշիռ, մի հատ ընդդիմադիր ունեցեք քիչ թե շատ հավասարակշիռ։ Մի բան եղավ, ոնց կարող է լինի կարևոր բան տեղի ունենա, ուզում է իշխանությունը, ուզում է անդիմությունը, ուզում է, չգիտեմ, բանա, բլոգերը, ոնց էլ չլինի, դրան կանդրադառնան։ Ու դուք գոնե մի 2-3 տեսակետ կունենաք եւ կկարողանաք ստուգեք, արդյոք այս մեդիա մթերքը որ կերակ, ինքը ձեզ համար լավ էր թե թունավոր էր։ Շատ ձեր ասած մեդիա դիետան շատ օգտակար խորհուրդ էր, այսինքն համադրությունների արդյունքում գոնե հասկանան ինֆորմացիայի ճշտությունը եւ ամենավերջում կուզեմ խոսել նաեւ իմեյլներից, ինչու, որովհետեւ հասարակությունը միանգամից միակ բանն էր, որ բոլորը համատարած արձագանքեցին ու ոչ ոք չարթարացրեց կառավարության այն որոշումը, որ պետք է ստեղծվի բջջային հեռախոսների իմեյլների համակարգման վերահսկման մեխանիզմ, ինչու, որովհետեւ առաջին բանը բոլորի մոտ վայ մեզ լսելու են, վայ մեզ գաղտնալսելու են, մեր ամբողջ տվյալները իրենց մոտ են։ Նախ կուզեմ այս մասը պարզաբանել։ Ինչ ազդեցություն է ունենում այդ համակարգը սովորական անհատի հեռախոսի վրա, այսպես ասած։ Ինչ ինֆորմացիա։ Ես ցավում եմ, որ ամեն ինչ ինչպես միշտ սխալ է հասկացվել, որովհետև տեսեք, այդ իմեյլը ոչ մի կերպ չի թույլ տալիս դες գաղտնալ, դա դրա հետ ոչ մի կապ չունի։ Նախ ուզում են գաղտնալսել, այսպես դա այնպես գաղտնալսվում։ Դա հետ ոչ մի կապ չունի։ Իմեյլը ուղղակի ոնց որ ձեր հեռախոսասարքին տրվող հատուկ ոնց որ կոդ է, որը բացահայտում է դա ինչ հեռախոս է, կոնկրետ, հա, հատ, շտրիխ կոդի պես, QR կոդի պես նույնականացնում է ձեր հեռախոսը։ Իր հիմնական մտահոգությունը է նա, որ ենթադրենք դուք ունեք հեռախոս եւ այդ հեռախոսի մեջ ուրիշ SIM քարտ եք դնում, որպեսզի ձեզ օրինակ այն մի SIM քարտը գաղտնալսում էին, այս մյուս SIM քարտը դնեք, միանգամից օպերատորի մոտ, համապատասխան մարմինների մոտ կերևա որ այս հեռախոսի մեջ հիմա էլ այս SIM քարտն է։ Ընդ որում այդ ինֆորմացիան արդեն ունեն օպերատորները, հա, ուղղակի իրանք չունեն դա միտեղ հավաքված, որը հասանելի լինի պետությանը։ Իմ մտահոգություններից մեկը դա էր, որ ինքը առանց այն էլ շատ հասանելի ինֆորմացիա, որ իրենք ունեն, մի հատ էլ ավելի հեշտացնում է, բայց ինչ նպատակ ունի սա, չէ՞ որ առանց դատական կարգի, առանց ինչ-որ պրոցեսների կարողանան արագ ճոգեն դու ով ես, ուր գնացիր կամ ես իմ հեռախոսի շուտ մեկին նվիրեցի,
տեսնում եմ, որ սա նրա հետ կապ ունի։ Երկրորդ ինքը իրականում նպատակը պարզ է, հա, ոնց որ փորձել կանխարգելել սև շուկան, որպեսզի ուրիշ արդյոք այդ քանակի հեռախոսներ գալիս է, որ կարիք կար այդպիսի համակարգի ստեղծման։ Ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա ու այդտեղ շատ ուրիշ խնդիրներ էլ կան, էլի, ասենք տեսեք, ես ունեմ հատուկ կամերա, որը դրած է մեր տան դիմացի, օրինակ, ինչ-որ մի հատ փայտի վրա, մեջն է SIM քարտա դրած։ Ու ես մինչև հիմա չեմ պատկերացնում, դա նույնականացվում է որպես հեռախոս, թե կամերա։ Գնալով, քանի որ հիմա մեր աշխարհը կոնվերգենտ է դառնում, օրինակ, մեքենաների մեջ SIM քարտ են դնում, այդ սարքերի մեջ SIM քարտեր են դնում, հա, ասում են իշխանությունները մեր բարձրացած աղմուկից հետո, որ դրանք ավտոմատ դուրս կանեն։ Ճիշտ են ասում, այդ email-ով հնարավոր է նույնականացնել, որ սա հեռախոս չի։ Բայց միևնույն կողմից, ասենք, այսպես թե այնպես, համարս ունեք օպերատորի մոտ, անձնագրային տվյալներս ունեք, զանգերը կարող եք գաղտնա լսել։ Ինչ եք կպել այդ email-ից։ Պարզ է, որ ստեղ ավելի շատ հենց այդ թեման է, որ շուկա եւ այլն, բայց նաեւ այնտեղ վտանգավոր լիքը բաներ կային, օրինակ, որ դա երրորդ անձանց են տալու մշակելու, հա, որ նույնիսկ հեռախոսը տվյալների արտահոս կարող է լինել նաեւ։ Պատկերացրեք, հեռախոսից նույնիսկ SIM քարտը հանեք, եթե ինքը այդ ցանցում է SOS-ը վրան գրվում, արդեն օպերատորը կարող է տեսնել որտեղ այդ հեռախոսը։ Ավելորդ անձնական տվյալներ են կապվելու իր հետ։ Ինչ անձնական տվյալներ կարող են կապվել, քանի որ մարդկանց թվում է, որ այնքան հեռախոսի պարունակությունը նկարների եւ վիդեոների տեսքով։ Այդպիսի անհետեցություններ չկա։ Իրականում email-ի հետ ինքը իրենով ոչ մի բան չի, հա, ինքը ուղղակի հեռախոսն է, մոդելը։ Խնդիրը այն էր, որ օրենքի այն ձևակերպումները, որ ես էի տեսել, ասում են, որ այդ email կոդը դրվելու է համարի, անձի անձնական տվյալների կողքին։ Հետո երբ մենք աղմուկ բարձրացեցինք, կարծեմ պարոն Ներսեսյանը պարզաբանումներով հանդես եկավ, ինքը պնդեց, որ չէ, ուղղակի լինելու է ցուցակ արգելված եւ թույլատրված բազաների։ Հիմա իմ տեսած օրենքում միևնույնն է մնում, որ դա լինելու է անձնական տվյալների հետ։ Եթե օրենքը փոխվի եւ այդ անձնական տվյալների հետ կապակցությունը միջից դուրս գա, իրականում դա կարող է նույնիսկ լավ ինչ օրինակ այդ դեպքում օգտակար դեր խաղալ, որտեվ email-ը հնարավոր կեղծել, հա, այսինքն մեկը կարող է նույնիսկ կեղծ email ստեղծել, հա, օրինակ ու կան այդպիսի կեղծված email-ներով հեռախոսներ նույնիսկ հիմա հայաստանյան ցանցում մեջը կարող է եւ ինչ որ տարբեր ձևի շահարկումների ու անվտանգության խնդիրներ ստեղծի։ Դու կարող եք հիմա գոնե իմանալ, որ սա իսկապես ունիկալ արտադրված հեռախոս է, թե ինչ որ կեղծված email-ներով, կոտրված ծրագրային ապահովման բան։ Բայց խնդիրն է, դա չի դրվել որպես օրենքի արդարացում։ Դրվել է անձնական տվյալներ, երրորդ անձանց փոխանցել, կանխարգելել, չգիտեմ, ապօրինի ներկրում արտանումը, բայց կներեք, սիրելիներս, դուք ունեք մաքսային ծառայություններ, ձևակերպումներ, եկեք ձեր գործը նորմալ արեք, մի ինգեք ավելորդ տվյալներ, քջջեք, կապեք իրար հետ, երբ որ չեք բացատրում ինչքանով է դա հիմնավորված։ Երբ որ նաև չեն բացատրում, թե որքանով ենք բոլորս ապահովագրված իրոք տվյալների դեպքում եւ այլն, բայց այստեղ նաև կուզեմ հասկանալ ինչու հենց այս մոդելը, որովհետեւ տարբեր աշխարհի երկրներում տարբեր մոդելներ են կիրառվում։ Այսինքն նրանք ինչու են եկել եւ ամենաբարդ մեխանիզմից, այսպես ասած, կարճել։ Չգիտեմ, ու մենք նաև այդ բացատրությունը չենք ստացել, այդ հիմնավորումը չենք ստացել ու ես կողմ եմ, որպեսզի մենք այսպիսի դեպքում փորձենք ավելի տեխնոլոգիապես եւ զարգացած ժողովրդավարությամբ երկրների փորձը բերենք եւ ոչ թե հակառակը, հա, իսկ այստեղ մենք տեսանք հենց այդ օրին, երբ օրինագիծը քննարկվում էր, Ռուսաստանը ընդունեց դա, այսինքն մի երկիր, որտեղ ինտերնետը փակում են, Instagram, Facebook-ները փակում են, email-ները գրանցում են, մենք հավանաբար մինչև վերջ չենք էլ կարող իմանալ ի վերջո սա հետքեր ուր են տալիս կամ ինչ հետևանքների կարող են հանգեցնել։ Բայց մենք գիտենք, որ COVID-ի տարիներին, երբ որ օրինակ ով է COVID-ով հիվանդ կոնտակտավորներ, դա շատ վնասաբեր ինֆորմացիա էր, անընդհատ արտահոսքեր են լինում այդ տեղեկատվության։ Ցուցակներ որ կարդում ենք, որ հա, ընտրողների ցուցակները, Հայաստանի բոլոր մեքենաների համարանիշների բազան, համարները հիշում եք։ Բարբերաբար արտահոսվել է։ Եթե ես այդ երկիրն եմ, որտեղ sense արտահոսներ կան, ինչի է հարկավոր իմ հեռախոսը, email-ով, հեռախոսը համարով, անձնական տվյալներով ստեղծել մի հատ հսկա բազա։ Դա դարձնել հանցագործների համար շատ ցանկալի թիրախ։ Կոտրեն տանեն, արտահոսի, այդ աշխատողներից մեկը աշխատավարձից դժգոհ լինի, տանի ծախի, հա, սև շուկայում, հետո էլ այդ դառնա մի հատ արտահոսքի բուն, սկսեն մարդկանց ինչ-որ տարբեր ձևերով շահարկել։ Սա է իմ խնդիրը, ես կողմ եմ, որ քանի դեռ եթե կարանք դա չանենք ու խնդիրը լուծենք մարդավարի մարքսային վերահսկողությամբ, նորմալ գրանցմամբ, այդտեղ անենք, ոչ թե դրա անելու համար ստեղծենք ինչ-որ հերթական մոնստր բազան ու տնենք այնպիսի մասնագետների ձեռքը, որոնց
հիմքեր ունես կասկածելու, որ բավական մի հատ էլ հիմա այստեղ արտահոս Եվ կան։ բոլորիս կյանքը եւ ճակատագիրը կախված լինի ոմանց այդ օրվա տրամադրությունից, ինչու ոչ։ Ուղղակի էլի եմ ասում, պետք չի նաև այդ չափազանցությունների մեջ մտնել։ Իմեն ինքը իրենով ինչ որ ձեր ոչ մի ֆոտո, այսինքն ինքը իրենով ուղղակի հերթական համար է, որը բնութագրում է, որը կապվում է ձեր հեռախոսի հետ։ Ինքը դեռ ոչինչ չի, նույնիսկ եթե լինի պարզ իմեյլների սև ցուցակ, որ այս սրանք կեղծ իմեյլներն են, սրանք սպիտակ իմեյլներ են։ Այդտեղ էլի ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Դա նույնիսկ կարող է օգտակար լինել, բայց այ երբ դուք փորձում եք արդեն այդտեղ բերել մեծ պետություն, հա, ինչ որ երրորդ ընկերություն, որ դա մշակելու է, անհասկանալի ծագմամբ։ Մի հատ էլ ինձ տիպելու է դրա համար փողեր տամ, ինչ որ գրանցեմ առաջինը ինչ որ 3000 դրամ, երկրորդը 20000։ Ինչի լավ էլ ապրում ենք էլի։ Ասենք ում քվեարկեմ, որ դա չանեք, հա, հաջորդ Եղավ, շատ շնորհակալ եմ Արթուր, հյուր գալու եւ այսքան մանրամասն բոլոր թեմաների մասին խոսելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։